Բարև ձեզ, ես նյութով ինչ եմ ուզում ցույց տամ։ Գտնվում եմ այն այգիներից մեկում, որտեղ գարնանը միշտ այցելում եմ, ռոռոկման համակարգին ասոցները միացնելու համար, տեղադրելու համար եւ անկեղծ այն որ դուք արդյունքով դե իհարկե մենակ տեղադրելու արդյունքը չի, նաեւ խնամքից է գալի, խնամքն էլ է մեր խմբի խնամքի տակ, ու ուզում եմ ցույց տամ թե ինչ բան կա, ինչ արդյունք կա։ Նախ բերքատու ծառերից սկսենք, նա էսի կերասի ծառա, էս էլ է կերասի ծառ, մի հատ ծիրանի ծառ, կոկիկ կարճ էտած ենք պահում, քոքերը հաստ, գետնից բարձր, որ տակի գազոնը, այս գեղեցկությունը երևա։ Նայեք, ստե սաղ միանման ծառերա, կապտավուն, դեղնավուն ու այսենց շարքը գնում է։ Ես շատ է ինչն եմ ուզում ցույց տամ, նայեք, ինչ է գալի, երբ որ հիմքից ճիշտ է սարքում ու խնամքը հոգատար ձեռքերի մեջ է եւ գործը սիրող մարդիկ են անում, գնահատվող մարդիկ են անում, ահա արդյունքը նայեք, մաժավելնիկները, դեղնավուն տույանները, բիոտաները, նայեք, հիմա անցնեմ բարվինոկներին, դեղին տույաններն է, այս այգին համ մոնտաժն ենք մենք արել, համ հողային աշխատանքները, համ բույսերի տեղավորումը, նայեք, կուսածաղիկի մասին է խոսքը, նայեք ժողովուրդ ջան, հələ սրա գեղեցկությունը տեսեք։ Այն որ ասում եմ նեղ հատվածներում պետք չի է որ խոցանես որ աշխատանքը չբարթանա, այս կուսածաղիկը գարնանը այսենց կապույտ ծաղկում է, միշտ ամառ ձմեռ կանաչ է, ինքը ճիշտ է, նես չի ինքը աշխատանք չի պահանջում, ուղղակի խոտի պես շաբաթը մեկ չենք հնձում։ Ստե ունենք վնասված ձյանտակ մնացած խնդիրներ, հողներ ինչ որ բան եղել, բայց ընդհանուր նայեք, Եղևնին գեղեցիկ, այս հատվածում նորից երբ որ տարածքը փոքրանում է նորից կուսածաղիկ ու նայեք շնորհակալություն, լավ դուք լավ եղեք, նայեք սիրուն ձևավորած մեր ծառերն են գլի լուսավանում, էլի գեղեցիկ, հա, ստեղ էլի սենց ձևավորած ու այսենց ընդհանուր, տեսեք ինչ սիրուն է, երբ որ հոգատար ձեռքերի մեջ է ու ճիշտ խնամվում է, այս այգիներից, այսպես է լինում, երբ որ գործը մարդ սիրելով անում, ճիշտ է անում, այսքանը։